Խոսելու ենք երկու իրարից շատ տարբեր, բայց միաժամանակ շատ նման հեղինակների մասին։ Երկու հայերից՝ Վիլյամ Սարոյանից ու Սերգեյ Դովլաթովից։ Սարոյանը մաքուր ամերիկյան գրող է։ Սարոյանի գրականությունը ոնց է ռոմանտիզմի, պոզիտիվիզմի գրականություն է։ Հասուն տառապող մարդու գրականություն լինի Դովլաթովի գրականությունը։ Տառապանքը բալանսավորում է իրոնիայով, բալանսավորում է սատիրայով, սև հումորով։ Այնի սիստեմի դեմ պայքարող, սիստեմը այնքան անասունություն էր, որ տենց մնում էր աբսուրդը, որ դիմաներ դրան, էլի։ Սարոյանին ավելի շատ էգզիստենցիալ գրականություն է։ Եթե Դովլաթովի հետ համեմատենք, երկուսս էլ համաձայն ենք, որ Սարոյանը ավելի մեծ գրող է։ Ինչի է օրինակ ինձ որպես ընթերցող հարազատ է երկուսի գրականությունը, ոնց որ իմ մասին կարդամ։ Դովլաթովի մոտ ավելի շատ է, ավելի սարկաստիկ է։ Ասма դու պիտի քեզ հարց չտաս, դու լավ մարդ ես, թե ոչ, դու պիտի քեզ հարց տաս գավնո ես, թե չէ։ Եթե ուզում եք հաճույք ստանալ գրականությունից, թե Սարոյանը, թե Դովլաթովը, ուղղակի sense ոնց որ գտածու են թայ։ Իրենք ոնց են գրում, իրենք ոնց որ կողքդ նստած մարդը հաց ուտելուց, կոֆե խմելուց, ծխելուց քեզ պատմի։ Շատ լավ։ Հա, շատ որակով պատմի, որովհետև իրանք իսկապես կարճ արձակի մեծ վարպետներ են։